Պարուս Սևակ որդուս, ինձ հետ լինի թե առանձինց իմ բալիկս կմեծանաս, իմ օնությամբ թե առանձինց դու երբևէ կհասկանաս, թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին, թե աշխարհում ի՞նչն է էժան, թե աշխարհում ի՞նչն է անգել, ինձ էլ խրատ կարդացողին ոչ հարգում եմ, ոչ հանդուրժում, տապակ տեսող քարոզներից ինքս էլ եմ միշտ տղաս խորշում։ Ու թե հիմա իմ բալիկս ես քո գլխին ճառ եմ կարդում, ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու, եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը, բայց եւ այնպես քիչ չի ազդում նաեւ ընտրած ճանապարհը, գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ էլ հաճախ շուրջս աչք կացելով այն մարդկանց եմ ես նախանձել, որոնց կյանքը հեշտ է անցնում, ասես կյանքն այլ խճուղի անխոնչնդոտ եւ անարգե, կանոնի պես հարթ ու ուղիղ, դպրոց հետո ինչ-որ մի բու միահետեցիկ զանգահարող եւ տակ տեղն է ապահովված, այդպես ապրել դու չես կարող, չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ, դու մի անցիր ասֆալտ ճամփով գերադասի ճամփա շինել։ Դու սիրո էր միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի տա տառապանքից, նա սեփում էր աչքը փոշուզ, նամակրում էր հոգին ժանգից, տառապանքից չեն մեռնում, չէ, այլ ավելի են բնդանում, ապա քինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում, ախ մի նվա, հայրդ երբեք չէր հանդուրժում նվացողին, շատ ավելի լավ է տղաս դառն արցունքով աչքը ցողիր ու քո ճամփան շարունակիր, թող որ լինի նա քարքարոտ, բայց քո հոգում եթե լինի բարու, լավի, սիրո կարոտ, դու չես հոգնի, դու կքայլես, կբարձրանաս սարն ի վեր, դրա համար հոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր։ Ազնիվ եղիր ամեն ինչում, ով է կյանքում սովից մեռել, ճշտի համար աքսոր չկա, ստի հանդեպ ինչու լռել, իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է մեջք են ծռում, երբ որ պետք է հռհռում են, պետք է ժպտում, պետք է լռում, պետք է իրենց մատն են տնկում, դու մի եղիր կյանքում տղաս, դու հասկացիր հենց այս գլխից, մի մոռացիր երբեք տղաս, ազնվությունն այն է միայն, որ չի փոխվում ոնց էլ շուռ տաս, նա մի ճերմակ երես ունի, ոչ թե 7-8 գունեղ աստառ։ Միտեր տնջա, դու հիշում ես ծախորդ օրեր կուգան կերթան, միտեր տնջա, եթե լավից ետ ես ընկել, ինքդ հասիր, միտեր տնջա, բայց եւ կյանքը գրքի նման դու մի կարդա, գրքի նման քերնից հեռու, ինչ որ օտար մարդկանց մասին, հպարտ եղիր, բայց ոչ գոռոզ, դատարկ մարդն է գոռոզանում, հայրդ խելոք ու տխմանին դրանով էր զանազանում, հորը նման հպարտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել, ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել, որ շիտակ ես քայլել կյանքում եւ լռել ես, եթե հաճախ, ապա միայն նրա համար, որ առևտուր եմ մանրածախ, հաճախ միայն զիզի-բիզի, զանգուլակ է նետել շուկայից, դու զուրկ ես զիզի-բիզուս, կեղծ դրան մեր մոտդ չկա։ Դու փոքր ես դեռ չգիտես, թե ինչպես պիտի կյանքին նայել, դու փոքր ես դեռ, երբ մեծանաս դառնաս արդեն հասուն ջահել, խորհուրդները իմ եւ հնացած եւ ավելորդ թվան գուցե կյանքում այժմ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր, տա Աստված, ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում, կույրը տղաս ինչպես գիտես երկու աչք է միայն ուզում, խորհուրդները իմ թող հնանան, ծաղիկն է լոկ այդպես մեռնում, երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում, հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ, հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ։